Սերժ Սարգսյանի հերթական գործին անդրադառնանք, տեսնում ենք, որ զուգահեռ ազգային ժողովում չեն կարողանում մոռանալ երրորդ նախագահին, տարբեր ԿՊ-ականներ բազմաթիվ հայտարարություններով են հանդես գալիս ու ամենատարբեր մեղքերում այսպես մեղադրում, անգամ խորհրդարանական ուժ չհանդիսացող ուժին։ Հիմա ձեր դիրքորոշումը հնչեցնողի վերաբերյալ ու հետաքրքիր է, որ զուգահեռ իրականության մեջ նաև ադրբեջանցի հանրային ու քաղաքական գործիչներն են ակտիվացել ու շարունակում են թիրախավորել հանրապետության երրորդ նախագահին։ Բարև ձեզ, սա դասական քաղաքական հետապնդում է երրորդ նախագահի եւ իր թիմակիցների հանդեպ։ Մենք արդեն 8 տարի է հետևում ենք, թե այս ուզուրպացված դատաիրավական համակարգը ինչպես է փորձում մարդկանց անդորը խանգարել, ինչպես է փորձում շինցու քրեական գործերի շրջանակներում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ մարդկանց համար լինի վախի մթնոլորտ, որպեսզի մարդկանց լռեցնեն, որպեսզի մարդիկ նայեն այս կամ այն քաղաքական գործին, ասեն դե լավ, մեզ պետք է ավելավասուս մնանք եւ այլն։ Դուք ասացիք ազգային ժողովի մասին, ես ասել եմ, որ ես չեմ մեկնաբանում ազգային ժողովի գործընթացները, թող ընդդիմությունը որոշ ժամանակ փորձի աշխատել, բայց ձեր նշած թեզերը ոչ միայն իշխանական կուլուարներում են, շրջանառվում, նաև ցավոք սրտի կան ընդդիմադիր որոշ շերտեր, ովքեր ում խոսույթը որևէ ձև չի տարբերվում նիկոլական թեզերից կամ խոսույթից, եւ դրա պատճառով կա շատ խնդիրներ, սկսած միասնականության բացակայությունից ընդդիմության շրջանակներում եւ վերջացրած այն ողբերգական իրավիճակները, որ ունենք Արցախի հետ կապված եւ այլն, Եվ հիմա ինչ պետք է արվի։ Մենք ասել ենք, որ մեր քաղաքական ընթացքը ոնց ենք պատկերացնում։ Երրորդ նախագահը խոսել է իմպիչմենտի գործընթացի մասին, մեր իմպիչմենտի վարչապետի թեկնածուն երկար ամիսներ կալանքի տակ անցկացրեց զուտ նրա պատճառով, որ ինքը իմպիչմենտի թեկնածուն էր, բայց քաղաքական ուժերը ասացին, որ կան այլ ուղղություններ, որոնցով նրանք համարում են հնարավոր է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել։ Այո, դա ինձ համար իմ անձնական գնահատականն է, տենց չեն միանում որևէ գործընթացին, թե իրանք ոնց են վերաբերվում իրանց գործն է։ Նկատի ունեմ, որ իրանք ասում են, իրանք մինչև վերջին րոպեն ասում են, որ իմպիչմենտը դա լուծում չի եւ մենք անլուրջ ենք համարում իմպիչմենտի ընդունելի ենք համարում եւ անիրատեսական ենք համարում, բայց դա այլ հարց է, դա արդեն անցյալի մասին հիշողություններ են, ապագայի մասին հիշողությունները մենք տեսնում ենք, որ շինարարությունն է գնում Նախիջևանում, որ տարածաշրջանում տուրբուլենտ հատված է մեր տարածաշրջանը դարձել եւ մերձավոր արևելքում այն իրողությունները, որ կատարվում են Հայաստանը կիզակետում է, որովհետեւ մենք իմացանք, որ Իրանի գեներալ Ռաֆավին ասաց, որ մեզ համար կարմիր գիծ է թրիփը եւ այն տեսքով, որ կա այսօր խոսակցությունը Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է եւ դա նշանակում է, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն եւ ժողովուրդը պետք է ազնիվ խոսել այդ խնդիրների մասին։ Ադրբեջանցիները խոսում են անընդհատ նոր զիջումների մասին, արդեն հասել են ներքին ներքաղաքական խնդիրներին, ասելով, որ պետք է փոխեն սահմանադրությունը այնպես այն տեսքով, որով որ նրանք են պատկերացնում։ Ուղղակի մի բան կա, նախկինում մենք ունեցել ենք ազատ անկախ Արցախ եւ Իլհամ Ալիևը համարում է իրան պարտված Սերժ Սարգսյանին եւ նա ուղիղ դրա մասին ասել է, ասում է, ես հաղթել եմ Սարգսյանի ու Քոչարյանի բանակին, ես չեմ հաղթել Փաշինյանի, որովհետեւ իր մոտ կա բարդույթ, ինքը եւ իր հայրը պարտված են Սերժ Սարգսյանին եւ դրա մասինն է նրա խոսույթը այսօր, ինքը փորձում է իր ամբիցիաները այդպես իրացնել, բայց նորից եմ ասում, մեր պատմության մեջ միշտ եղել է հետևյալը, միասնականությունը օգնում է, որպեսզի մենք մեր խնդիրները լուծենք։ Միասնականություն պետք է լինի առաջի հերթին հայ առաքելական եկեղեցու վեհապար հայրապետի գլխավորությամբ, պետք է կանգնենք իրանց կողքին եւ հասկանանք, որ դա ինստիտուտ է, որը պետք է մենք պահպանենք։ Հարգելի հետևորդների, երրորդ նախագահը ժամանեց